Դաշտան բառը մեր հասարակությունում երբ հնչում է, կարծես աշխարհի վերջը լինի, մոռանում ենք հայրենիք, արժեքներ, աչքներից փակում ենք ու ամբողջ ագրեսիայով հարձակվում այդ բառը արտաբերողի վրա։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք ու հասկանանք ինչն ենք մենք այդքան հրեշացնում։ Կենսաբանական, կնոջ առողջության հետ կապված նորմալ եւ բացարձակապես ոչ սեքսուալ երևույթը պետք չէ սեփական վախերի ու անառողջ երևակայության պրիզմայով դարձնել սեռականացված տաբու, հետո էլ դրա դեմ պայքարել։ Մեզ հաճախ լռեցնում են մեկ պարզ հարցով՝ ամոթ չէ՞։ Եկեք անկեղծ խոսենք այն մասին, թե իրականում ինչն է ամոթ։ Ամոթ չէ՞ անգրագիտությունը։ Ամոթ չէ՞ տարիներ շարունակ չհղիանալու ողջ մեղքը, բժիշկների դռներն ընկնելու հոգեբանական տեռորի ենթարկելու բեռը գցել աղջկա վրա, երբ իրականում ուշադրություն։ Պատճառը տղամարդու տարրական չիմացությունն է, երբ տղամարդը չի կարողանում տարբերակել հեշտոցը անալանցքից։ Եվ ի դեպ սա անեկդոտ չէ, այլ սա իրական դեպք է հենց Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ամոթ չէ հետևանքների դեմ պայքարելը, բայց կանխարգելելուց վախենալը։ Ամոթ չէ աբորտների այն խայտառակ վիճակագրությունը, որը առկա է Հայաստանում։ Ամոթ չէ կեղծ բարոյականությունը, վերևում թվարկված աղետների ֆոնին մեզ մոտ դեռ ամոթ է դեղատնից պահպանակ խնդրելը, ամոթ է սեռական գրագիտության և վերարտադրողական առողջության մասին խոսելը։ Ժամանակն է հասկանալու, որ իրերը պետք է կոչենք իրենց անուններով։ Դաշտանը դաշտանն է, պահպանակը պահպանակ։ Դրանք բառեր են, որոնք ապահովում են առողջություն, հիգիենա և անվտանգություն։ Իսկ իրական ամոթը կեղծավորությունն ու սեփական մարմնի մասին անտեղյակությունն է, որը խեղում է մարդկանց կյանքերը։ Ժամանակն է ուղղակի դուրս գալ խավարից։